Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Civilnet-ին ծավալուն հարցազրույց է տվել, որտեղ խոսել է նաև Թրիփի անվան շուրջ ծագող այլ մեկնաբանություններին։ Մենք նախագծին անվանում ենք միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղի կամ Թրիփ եւ խրախուսում ենք մյուս երկրներին նույնպես օգտագործել այն, նշել է նա։ Արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանը Եվրամիության գործընկերների հրավերով մասնակցել է Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը, նշվել են Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալի արդյունքները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան նոր բեռ է գալու, շարունակվում է ճանապարհին, նոր խմբականակ կգա, ես տոննաներով կհրապարակեմ, ասել է նա, հավելելով, որ ինքը եւս կգնա այն դիմավորելու։ Ադրբեջանական պետական ապագործակալությունը հայտնում է, որ նախագահ Իլհամ Ալիևը համաներում հայտարարելու նախաձեռնությամբ է հանդես եկել համաներման մասին օրենքի նախագծին համաձայն նախատեսվում է պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատել 44-օրյա պատերազմում եւ 2021 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը Լեռնային Ղարաբաղում իրականացված գործողությունների, ինչպես նաեւ այդ գործողությունների ընթացքում զոհվածների կամ անհետ կորածների մերձավոր ազգականներին քաղաքացիական բնակչության դեմ Հայաստանի ռազմական պատասխանի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց, ինչպես նաեւ կանանց 60 տարեկանից բարձր անձանց հանցագործության պահին անչափահասների եւ այլոց։ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադը եւ նրա ընտանիքը ռեժիմի տապալումից 1 տարի անց Մոսկվայում ապրում է շքեղ, բայց մեկուսացված կյանքով։ Ըստ The Guardian-ի հրապարակման ասադները բնակվում են Ռուբլիովկա էլիտար թաղամասում, որտեղ հարևանությամբ ապրում են մեծագույն գործիչներ։ Նշվում է, որ Բաշարը վերադառնալու է ակնաբուժության։ Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի ավագ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը Եվրոպա։ Մենք արդեն ունեցել ենք նման օրինակներ, մի քանի խաղացողներ տեղափոխվել են Եվրոպա, եթե նա ուզում է ռիսկի դիմել, թող գնա։